Ողջույն Արագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է դերասանուհի, ինֆլուենսեր Անահիտը։ Ողջույն Անահիտ ջան։ Ողջույն։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես անչափ շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ սկսենք նրանից, թե ինչպես միանգամից դերասանությունից անցում կատարեցիք դեպի բլոգինգի, սոցիալական դաշտի, այս կարելի ասել մեծ հսկայական աշխարհ։ Մտածված ոչ մի բան չի եղել իրականում։ Մասնագիտությունը, երկու մասնագիտություններն էլ սենց կապված են հանրային կյանքի հետ, ու ինձ թվում է նույնիսկ ենթադրելի էր, որ դերասանուհու մասնագիտությանը արդեն կզուգակցվի նաև բլոգերությունը։ Քանի որ հիմնականում շատերին եւ երիտասարդներին միշտ հետաքրքրում է, թե ինչպես են մասնագիտական ընտրություններ կատարում, մանավանդ այն անձինք, ում շատ սիրում են, ինչպես ստացվեց դա քեզ մոտ։ Ես շատ փոքր տարիքից եմ իմացել, որ դերասանուհի եմ դառնալու։ Մշտապես բեմերին եմ եղել, չգիտեմ, ասմունքի փառատոներ, ներկայացումներ, տարբեր դպրոցում ինչ-որ միջոցառումներ, ես միշտ աստղի կարգավիճակով բեմերին եմ եղել, ու ոչ մեկի համար անակնկալ չի եղել, որ ես ընտրելու եմ դերասանի մասնագիտությունը։ Անահիտ, հիմնականում դերասանական մասնագիտությունը կամ ոլորտը ընտրելը իհարկե շատերն են երազում, բայց ինքներս էլ գիտակցում ենք, որ բավականին դժվար է դերասանությամբ այսօր զարգացում ունենալ, եւ հիմնականում ուղին բոլորի համար հարթ չէ, ինչ կարող ես ասել ընդհանրապես քո տվյալ ոլորտը, ինչպիսի զարգացում է ունեցել։ Տվյալ ոլորտը իրականում մեծ պոտենցիալ ունի զարգացման համար։ Իմ դեպքում, քանի որ ես հստակ որոշել էի, որ պիտի դառնամ դերասանուհի, այսինքն այդ մասնագիտությունների մեջ երկմտանքը չունեի, ընդունվեցի Թատերական ինստիտուտ, Գյումրու մասնաճյուղը, սովորեցի այնտեղ, զուգահեռ Երևանում արդեն նկարահանվում էի հեռուստասերիալներում, ու ինձ թվում է տենց ինչ-որ առանձնահատուկ ճանապարհ, դրա համար պետք չի ուղղակի, պետք է հասկանալ նախ ով ես դու, ուր ես գնում, եւ այդ գնալու ճանապարհին ինչին ես մտնում ավելի շատ հավատարիմ։ Միայն կարող է չստացվել այն, ինչ որ դու ուզում ես, այն պարագայում, երբ որ արտաքին աշխարհի ճնշումները տենց մի քիչ շատ լինի եւ արդեն չհամապատասխանի քո սկզբունքներին։ Տեսեք, այսօր օրինակ շատ ենք մենք տեսնում, որ հիմնականում դերասանական ասպարեզում տեղ են գտնում այն մարդիկ, ովքեր հնարավոր է, որ նաև չունենան տվյալ կրթությունը, եւ բավականին լայն տարածում գտավ մի շրջանում, երբ որ մարդիկ քննադատում էին, որ շատ հետևորդներ ունեցող անձիկ կարողանում են դառնալ դերասաններ, արդյոք ինչպես ես վերաբերում սրան, եթե դու ունես նաև մասնագիտական կրթությունը եւ ունես նաև այն հետևորդների բանակը, ովքեր սիրում են քեզ, ինչպիսին է քո կարծիքը, արդյոք այն անձը, որ չունի տվյալ կրթությունը, պետք է տեղ գտնի դաշտում։ Նախկինում ավելի սուր կպատասխանեի այս հարցին, բայց հանուն արդարության ասեմ, որ բավականին շատ վերաբերմունքս փոխվել է այս հարցի շուրջ, ինչի համար։ Նախ այդ մեծ հետևորդների բանակ ասվածը իմ մոտ եղել է տրավմայի արդյունքում, որովհետև ես ինքս պրոյեկտներ չեմ ունեցել, որովհետև ընտրվել է այնպիսի դերասան, ով ունի շատ հետևորդ։ Ու դա մասնագիտության մեջ կայանալ ուզեցող մարդու համար բավականին տրավմատիկ երևույթ է։ Իսկ հետո երբ արդեն սկսեցին նկարահանվել շատ հետևորդ ունեցող մարդիկ, ես ուղղակի ընդունեցի իրականությունը, որովհետև ես միայնակ կամ ինձ նման եւս 10 հոգի այդ իրականության դեմ ոչինչ անել չեն կարող ցավոք սրտի։ Իսկ ինչ մնում է, որ ամեն դեպքում մասնագիտություն չունեն, բայց դերասանի մասնագիտության այդ տաղանդը բնատուր ունեն, ես շատ նորմալ եմ վերաբերվում այդ ամեն ինչին, որովհետև նորմալ է, որ դու հնարավորություն չես ունեցել ձեռք բերել տվյալ մասնագիտությունը, բայց եթե դու այդ ոլորտում կարողանում ես ինքնադրսևորվել, ուրեմն պետք է ինքնադրսևորվես։ Կարող ենք ասել, որ դերասանական կարիերան այդքան մեծ զարգացում ձեզ մոտ չի ունեցել, որովհետև ժամանակի ընթացքում այդ հիասթափությունները որոշակիորեն նաև ազդեցություն են ունեցել։ Թե ուղղակի մի շրջան եկավ, երբ որ մասնագիտական երկու կարելի ասել ընտրանքների միջև մեկը պետք է ընտրեիր։ Ես մեծ հույս ունեմ, որ զարգացում դեռ կունենա, ես դրա համար աշխատում եմ։ Չի ունեցել այս կարճ ընդմիջումը մասնագիտական իմ ընտրությունն է, որովհետև ես Գյումրիից տեղափոխվել եմ Երևան, պատասխանատու եմ այստեղ իմ կյանքի համար, ընտանիքս չպիտի ինձ պահի Գյումրիից Երևան, ու բնականաբար դերասանի մասնագիտությունը ցավոք սրտի գիտենք, որ այդքան շատ վարձատրվող մասնագիտություն չի, ու դու քո աճի, քո կայանալու հարցում պիտի ընտրես այնպիսի աշխատանք, որը նաև քեզ կօգնի ֆինանսապես անկախանալ, ավելի կայացած լինել։ Դրա համար ես որոշեցի փոքրիկ ընդմիջում վերցնել տվյալ մասնագիտությունից, անչափ եմ սիրում, հատկապես թատրոնը շատ եմ սիրում, բայց երբեմն ընտրություններ կան, որ ուզենք թե չուզենք պիտի կայացնենք հետագայում լավ լինելու համար։
Տեսեք, այսօր հիմնականում բավականին տարածում ունեն նաև սերիալներ, ֆիլմեր, որոնք մարդիկ շատ են սիրում, ընդհանրապես թե տեղական արտադրությանն է վերաբերվում, թե ուրեմն միջազգային արտադրությանը, եւ մենք տեսնում ենք, որ սերիալներում բավականին տենդենսներ են ներկայացնում, օրինակ ներկայացնում են աղջկա կերպարը տարբեր ձևով կամ ներկայացնում են հենց հարաբերությունները տարբեր ֆոների ներքո, որոնք արժանացել են բազմիցս քննադատությունների։ Արդյոք ինչպես է վերաբերվում, որ հիմնականում սերիալներում, ֆիլմերում տարբեր երևույթներին կարող են այնպես անդրադառնալ, որը սխալ ձև մատուցվի հանրությանը։ Նախ ես կարծում եմ, այն ինչը որ մատուցվելու է հանրությանը, դրան պետք է մաքսիմալ պատասխանատվությամբ վերաբերվել, որովհետև մենք չենք կարող զատել ովքեր են մեզ նայում, դա կլինի երեխա, թե մեծահասակ։ Դրա համար սերիալների հետ կապված իմ դիրքորոշումը այսպիսինն է. կան մասնագետներ, ովքեր հանրության առաջ պատասխանատվություն կրում են ու աշխատում են այդ գծով, ու կանք դերասաններս, ովքեր անում են այն, ինչ պիտի անի տվյալ պրոյեկտում կերպարը։ Բայց ամեն դեպքում այդ էլ հանուն արդարության պիտի ասեմ, որ հա, կան երբեմն սխալ պրոպագանդաներ, որոնց ես էլ մի քիչ կողմ չեմ։ Ենթադրենք նույն բռնությունը սերիալներում այսօր հայկական շատ կա, ես կողմ չեմ դրան, որովհետև մենք այսօր աղջիկներս պայքարում ենք մեր իրավունքների, մեր ամեն ինչի համար ու սերիալում ինչ-որ բռնության կոչեր են։ Ուզենք թե չուզենք դա լինում է այդպես, որովհետև ներկայացվում է այդպես։ Եթե քո միտքը այլ է, ներկայացրու այլ միտքը, ոչ թե բռնությունը։ Շատ լավ, իսկ հիմա տեղափոխվենք, թե ինչպես դու կարողացար Գյումրիից գալ Երևան եւ ինչ երազանքներ ունեիր, որ բերեցիր քեզ հետ դեպի Երևան։ Գյումրիից Երևան տեղափոխվելու ժամանակ ես ասում եմ, ես գիտեմ Երևանում ինձ ինչեր է սպասվում։ Անկեղծորեն ես գաղափար անգամ չունեի, թե այստեղ իրականում ինձ ինչեր է սպասվում։ Կխաբեմ, որ ասեմ ամեն ինչ շատ հարթ է գնացել, չէ, ու հենց իմ հանդեպ հպարտությունը դրանում է կայանում, որովհետև ես անցել եմ ահռելի բարդ ճանապարհ, այնպիսի ճանապարհ, որ նկարանումներից հետո ես տանը ուղղակի լացում եի, ասում եմ, ես կգնամ հետ Գյումրի։ Ուղղակի ի վիճակի չեմ այստեղ մնալու։ Հետևորդներիցս մեկը մի քանի օր առաջ ինձ հարցրել էր. արդյոք հեշտ էր Գյումրիից Երևան տեղափոխվելուց հետո գործընկերներ ձեռք բերել։ Ես հումորով պատասխանել էի, բայց այդ շատ անկեղծ պատասխան էր։ Գյումրիից Երևան տեղափոխվելուց հետո Անահիտի համար առաջնային խնդիր էր նկատելի լինելը, որ մնաց հետևորդներ, չգիտեմ, գործընկերներ կամ առավել եւս հասնել այնպիսի կետին, որ այսօր դու ընտրես քո գործընկերներին կամ համագործակցում ես արդյոք թե ոչ։ Շատ բարդ ճանապարհ եմ անցել։ Անահիտ, դու խոսում ես ճանապարհիդ մասին, բայց միանշանակ դա կարող է մոտիվացնել շատերին, եթե դու կիսվես, թե հիմնականում որոնք են այն բարդությունները, որոնք դու հենց առաջին տեղափոխման ժամանակ կարելի ասել բախվեցիր եւ ինչպիսի լուծումներ ես գտել այդ դժվարությունների համար։ Առաջին բարդությունը մասշտաբներ, նախ եթե պիտի մոտիվացնեմ, իմ միակ ցանկությունն այն է, որ թե խնդիրների ու թե ուրախությունների դեպքում մեզ լսող բոլոր մարդիկ լուծումը փնտրեն իրենց մեջ։ Ես այդպես եմ արել։ Մասշտաբների հարցը նրանում էր, որ Գյումրիում ինձ էլի ճանաչում էին, որովհետև դա ամեն դեպքում փոքր քաղաք է ու ես միշտ տարբերվող եմ եղել, թե հագուստով, թե էներգիայով, թեկուզ։ Ու երբ որ այդ ժամանակ թատրոնում մեր ասում էին, որ դու շատ տաղանդավոր դերասանուհի ես, ինձ թվում էր, որ ամբողջ աշխարհը դա գիտի։ Երևանն էլ դա գիտի, որ ես տաղանդավոր եմ ու որ պիտի գամ այստեղ ինձ ընդունեն շատ լավ։ Այդպես չի լինում ոչ մի տեղ, ոչ մեկի դեպքում երևի։ Երբ որ տեղափոխվեցի Երևան, մասշտաբի խնդիր կար, նկատել լինելը ուղղակի չեմ ասում։ Ես հասկանում եմ, որ իմ շուրջը կան այնպիսի դեմքեր, այնպիսի թե տաղանդավոր, թե գունավոր, թե բազմաշերտ մարդիկ, որ փոքր եմ իրենց համար։ Իմ մասշտաբն է փոքր։ Ու ես աշխատեցի ինձ վրա։ Այն Անահիտիկը, միշտ Անահիտիկ եմ ասում, որը Գյումրիում որոշում էր կայացրել, որ պիտի գա Երևան, մտածել անգամ չէր կարող ինչպիսի ճանապարհի միջով պիտի անցնի ու ով կլինի հետո։ Անահիտ, դու նշում ես նաև, որ նկատելի լինելը բավականին դժվար էր քեզ համար։ Բացի մրցակցությունից, արդյոք այլ ինչ հանգամանքներ կային, որոնք դժվարեցնում էին, որ դու կարողանաս առաջ շարժվես։ Եղել է որևէ, օրինակ, թեկուզ կարելի ասել քո արտաքինի մեջ ինչ որ մի բան, որ դու ցանկացել ես փոխել, որը փոխելով կարողացել ես առաջ շարժվել, կամ բնավորության մեջ որևէ գիծ, որը փոխել ես եւ կարողացել է դա քեզ օգնել։ Բնավորության մեջ այս վերջին շրջանում շատ փոփոխություններ կատարվել, դարձել եմ ավելի նրբանկատ,
ու շատ գնահատում եմ նրբանկատությունը։ Ավելի հանգիստ, խաղաղ ու այդ ներքին պատերազմներից հետո է մարդը հասնում այդ կետին, իսկ ինչ մնում է արտաքին տեսքին, չէ, ես միշտ գեղեցիկ եմ եղել, ես միշտ լսել եմ, որ ես գեղեցիկ եմ ու ես միշտ իմացել եմ դրա մասին, բայց գեղեցկությունը առաջ շարժվելու գլխավոր պայման չի եղել ինձ համար, որովհետև բովանդակությունը ավելի կարևոր է միշտ։ Իսկ քեզ համար, երբ որ մուտք գործեցիր այս աշխարհ, ո՞րն է եղել առաջին հաջողությունը, այսինքն ով նկատեց քեզ, ով կամ ում առաջարկը եղավ քեզ համար, որ կարելի է ասել քո հաջողության սկիզբն է համարվում։ Ոչ մեկի։ Շատ անկեղծ կլինեմ, ես այն մարդկանցից եմ, ով եթե իր կյանքի ընթացքում տրված բոլոր հաջողություններից ու հնարավորություններից օգտվեր, ես այսօր կլինեի ավելի հայտնի, ավելի հարուստ, ավելի հանրային, բայց չէ, որովհետև ես ունեմ իմ սկզբունքները, որոնց չեմ դավաճանի երբեք։ Ու ինձ համար շատ կարևոր է, որ հասնեմ ինչ-որ կետի, թեկուզ փոքր կետի, բայց ոչ մեկ չասի, որ իմ շնորհիվ ինքը ինչ-որ բան դարձավ, չէ, խնդրում եմ։ Ես ինքնուրույն իմ քայլերը կանեմ, եթե անգամ դա պիտի տևի 10 տարի, ես ինքնուրույն կանեմ այդ ամեն ինչը։ Երևանում այդ նկատել լինելու հետ մեկտեղ, այդ բախումների հետ մեկտեղ բնականաբար ռեալիզացվելու խնդիր կար, որովհետև այստեղ ուրիշ մտածողություն էր, այստեղ մարդիկ այլ ապրելակերպ ունեին ու աշխարհայացքներ շատ տարբեր։ Հետո հասկացա մի օր, որ կամ պիտի կարողանաս ինչ-որ մեկը դառնալ, կամ ուղղակի խոստովանիր, որ շարքային մեկն ես, ու մի կռվի ուղղակի, բայց ընդունել, որ շարքային մեկն եմ, ես դա չեմ կարող։ Ես պիտի ինձ ապացուցեի։ Օրեր են եղել, երբ արդեն նշեցի, լացելով քնել, լացելով արթնացել եմ, բայց բացի այդ ինքնավստահության լուրջ խնդիր եմ ունեցել։ Քայսինգներից մեկի ժամանակ ես կյանքում չեմ մոռանա, չեմ անցել քայսինգը մի պարզ պատճառով։ Կակազեցի իմ անուն ազգանունը ասելիս։ Ես այդ օրվանից ինձ խոստացա, որ այլ երբեք քայսինգի չեմ գնա, մինչև ես ինձ շահավաքեմ։ Մինչև չդառնամ այն մարդը, ով իսկապես պատրաստ է նկատելի լինել։ Տեսեք, մենք խոսում ենք նրա մասին, որ հաճախ թե շրջապատը, թե ինքներդ իմացել եք, որ դուք գեղեցիկ եք, դուք ունեք տաղանդ, բայց նշում եք, որ տվյալ ինքնավստահության պակասը միևնույն է որոշակիորեն եղել է։ Արդյոք ի՞նչն է ըստ ձեզ, որ դա եղել է ձեզ մոտ եւ ինչ քայլեր եք արել, որ ռեալիզացնեք այն կերպարը, որ այսօր կարողացել եք ստեղծել։ Ես սկսել եմ ճանաչել ինձ։ Ուղղակի մի պահ բաց թողեցի արտաքին աշխարհին ուղղված հարցերը ու փորձեցի ճանաչել ինձ։ Իմ լավ ու վատ կողմերը, որովհետև ինքնավստահությունը ամենևին այն չի, որ ես ինչ-որ մեկից լավն եմ։ Այդ այն միտքն է, որ ես կարիք չունեմ համեմատվելու։ Ու ես ինձ բարդ ճանապարհ էր իհարկե, բայց ես անցա ու հասա այն կետին, որ ես կարիք չունեմ համեմատվելու։ Ու ինքնավստահությունը առհասարակ կապ չունի կատարյալի կամ իդեալականի հետ։ 1.55 բոյով, չգիտեմ, աղջիկ եմ, ով ուղղակի ներքին աշխատանքի շնորհիվ հասել է այնպիսի կետի, ով այսօր կարողանում է անել իդեպ իմ թիմի հետ միասին անում ենք մենք Ձիվա նախագիծը, որը միայն աղջիկների ու կանանց համար է, էլի ինքնավստահությունն է հիմնական թեման, որովհետև իմ բլոգում ես խոսել եմ այս մասին ու շատ արձագանքներ եմ ստացել։ Դրա համար ուզում եմ աղջիկները միշտ հիշեն, որ ինքնավստահությունը դա բացարձակ մեկից լավը լինելու մասին չի։ Դա ներքին աշխատանք է, դա ինքդ քեզ ընդունելն է։ Ամենակարևորը ճանաչել քո բացասական կողմերը։ Տեսեք, խոսում ենք հասակի մասին, իհարկե ես գնահատում եմ, որ դուք թեկուզ այն, որը շատերի կողմից, շատ ստանդարտների կողմից համարվում է ոչ այդքան ընդունված, կարողացել եք դարձնել ընդունելի եւ շատ աղջիկներին նաեւ մոտիվացնում եք։ Ինչ կասեք, արդյոք եղել է դեպքեր, երբ որ թեկուզ հասակը հանդիսացել է պատճառ կամ հանգամանք, որ ինչ որ ցանկություն, որը ցանկացել եք իրականացնել, խանգարել է ձեզ։ Հա, իհարկե։ Դպրոցական տարիներին հասակիս հարցում բուլինգի ենթարկվել եմ։ Ինքը կոլոտա դու գնա հետ պարող եմ եղել, երկող եմ եղել, բայց ինքը կոլոտա դու գնա վերջին շարքը, ինքը կոլոտա դու գնա ու այդ այնքան շատ էր, որ ես ասում էի լուրջ այդքան լուրջ խնդիր է, ես երեխա չէի հասկանում, լուրջ այդքան խնդիր է։ Բայց երբ ժամանակ անցավ, հասկացա, որ այս կյանքը իմ ուզածի պես ապրելու համար, այս կյանքը շատ լավ ապրելու ու զգալու համար, ինձ 1.55 հասակը չի խանգարում ընդհանրապես։ Ես երջանիկ եմ այս հասակում, ու հասակը ոչ մի բան չի որոշում։ Դա իմ ձեռքը չի, դա իմ ձեռքբերումը չի։
Այսպես ծնվել եմ ուղղակի։ Նաև խոսեցիք, որ երբ որ գալիս եք Երևան, ձեզ համար մի մտածողություն կա, որ պետք է դուք կարողանաք կայանալ, որպեսզի ձեր ընտանիքի անդամները չհոգան այն կարիքները, որոնք հետագայում դուք ունենալու եք։ Արդյոք այսօր ինչ պատկեր կա ձեր ընտանիքի անդամների մոտ եւ ինչպես են ընդունել ձեր հայտնիությունը եւ ընդհանրապես ձեր կարծիքով արդյոք սա նրանց համար եւս մեկ ձեռքբերում է եւ արդյոք Գյումրիում ինչպես է ընդունվել տվյալ Անահիտի զարգացումը եւ հաջողությունը։ Գյումրիում չգիտեմ, իրականում չեմ էլ հետաքրքրվել, բայց ընտանիքի հարցում ես ունեմ աշխարհի ամենաաջակից ընտանիքը։ Թատերական ինստիտուտը ավարտելուց հետո ես ու իմ 3 կուրսընկերներով տեղափոխվեցինք Արմավիր։ Այնտեղ թատրոն կար, մենք պիտի ստեղծագործենք, ես թատերական ստուդիա բացեցի, իմ ընտանիքը երբևիցե ինձ չէ բառը չի ասել։ Դա իհարկե մեծ վստահության շնորհիվ է լինում։ Երբ դու տարիների ընթացքում քո ծնողների մոտ այդ վստահությունը ձեռք ես բերում։ Երբ որ ես Արմավիրում ուղղակի չկարողացա ապրել ու ասացի, ես տեղափոխվում եմ Երևան, իմ ընտանիքը, լավ, մենք քո կողքն ենք։ Ու ես միշտ իմացել եմ, եթե անգամ ստեղ չստացվի ինչ-որ բան, ես գնալու տեղ ունեմ, վերադառնալու տեղ ունեմ։ Բայց քանի որ ես տենց շատ վստահ իմ որոշումը կայացրել եմ, որ պիտի գա Երևան, ես ասում եի Անահիտ աղջիկ, այդ տենց վստահ որ որոշումդ կայացրել ես, պատասխանատվությունդ վերցրու ձեռքդ ու շարժվիր առաջ։ Իմ ընտանիքը պարտավոր չի, ես կասեմ, որ պարտավոր չի, որովհետև այդ որոշումը կայացրել եմ ես։ Դա եթե դու համարում ես, որ դու հասուն ու ինքնուրույն մարդ ես, պատասխանատու ես նաև քո որոշումների համար։ Խոսում ենք ֆինանսապես կայունանալու մասին եւ հենց ձեր մասնագիտացումը օգնեց, որպեսզի ֆինանսապես կայունանաք եւ հասնեք այն կետին, որ արդեն դուք ընտրեք, թե ում հետ պետք է համագործակցեք։ Ընդհանրապես ինչպիսին է եղել համագործակցությունների սկիզբը եւ նշեմ, որ բավականին շատ մարդկանց համար սա խնդիր է գտնել գործընկերներ, սկսել աշխատել գումար նաեւ տվյալ ոլորտի միջոցով։ Արդյոք ինչպես է սկսել դու այդ ճանապարհը անցնել։ Երբ տեղափոխվեցի Գյումրիից Երևան, ես աշխատում էի Երազ այգին, գիտեք, Երազ այգում, ամանորեն ներկայացում կար, այդտեղ խաղում էի էլֆիկ, Սանտայի էլֆիկն էի։ Դա իմ առաջին փոքրիկ քայլն էր այստեղ, որ եւ որոշակի ֆինանսական աղբյուր ունենամ եւ կարողանամ իմ մասնագիտության մեջ որոշակիորեն մնալ։ Հետո արդեն սկսեցի աշխատել մի ընկերության հետ, SMM ընկերության հետ, ովքեր SMM ծառայություններ էին մատուցում այլ բիզնեսների։ Ես այնտեղ ամեն օր 11 էջերի սթորիներ, ռիլեր, նկարահանումներ իրականացնում էի, ընդամենը թիվ կարող եմ նշել։ Կարող եք նշել։ Ընդամենը 150,000-ի դիմաց։ Ու այդ ժամանակ 150,000-ը այն թիվներ, որ ես ասում էի, լավ, հերիքա, հիմա գոնե այսքանը լինի, ես ինքնուրույն իմ տան վարձը հոգամ եւ այլն։ Բայց այստեղ մի կարևոր բան էլ կա, որ չլճանաս, ու չասես, որ եթե ես ունեմ ենթադրենք 200,000 դրամ, լավ է, 200,000-ով ամեն ամիս կապրեմ, չէ։ Նպատակասլացությունը, հասկանալը, ով ես ու ուր ես գնում, ճանապարհի ամենաուժեղ ուղեկիցն է, որ պիտի ամեն մարդ միշտ ունենա իր հետ։ Ու ես գիտեի, որ ժամանակավոր է։ Եղել են շրջաններ, երբ ես եղել եմ լրիվ գործազուրկ։ Չեմ ունեցել ոչ մի առաջարկների մասին անկեղծ եմ ասում։ Այնքան sense հերո էր այդ ամեն ինչը ինձ, որ լուրջ ինչ-որ մեկը կարող է ինձ դիմել, բայց ես գիտեի, որ ինձ դիմելու են։ Այդ շրջանում, այո, զարմանում էի, որ կգա այդ օրը, որ ինչ-որ մեկը ինձ դիմի, հա կգա։ Հիմա խոսենք, թե ինչպես եկավ այդ օրը եւ ինչ արեցիք, որ այդ օրը գա։ Աշխատեցի, շատ աշխատեցի ինքս ինձ վրա։ Ես բավական երկար ժամանակ արտաքին աշխարհին բաց եմ թողել։ Խորացել եմ միայն իմ ներս, իմ մեջ։ Խորացել եմ այն հարցերի ու այն երևույթների մեջ, որոնք ինձ սահմանափակում են, հասկանալու համար ինչի։ Երբ այդ ինչիները գտնում ես ու քո մեջ ես գտնում, լուծումները ինքնին գալիս են։ Ճանապարհը, որ ես անցա, հստակ էր։ Կան բաներ, որոնք կանեմ այս կետին հասնելու համար, կան բաներ, որոնք չեմ անի։ Իսկ եթե ինչա պետք, որ ես անեմ այս կետին հասնելու համար, էս, դե գնացինք, էս։ Շատ լավ, իսկ հիմա տեսնենք, թե ընդհանրապես համագործակցություն ստանալը ինչպես սկսվեց եւ որն է այն համագործակցության առաջարկը, եթե կարող ես նշել, որ դու երբ որ ստացար, դա քեզ համար զարմանալի էր, որ մի օր կարող ես օրինակ նման համագործակցության առաջարկ ստանալ։ Երկրները չեմ նշի, բայց ես երբևիցե չէի մտածի, որ արտերկրում
համագործակցություններ կունենամ։ Կունենամ հսկա պրոյեկտներ, որոնք կվարեմ ես։ Իսկ ինչպես ընդհանրապես նրանք իմացան քո մասին, տեսանյութերը երբ որ տարածվում են դրա միջոցով։ Եվ, բայց տեսանյութերը այս բարագայում այդքան էլ դեռ չեն խաղացել, որովհետև նաև շատ կարևոր է մարդկանց հետ փոխհարաբերությունները միշտ պահել։ Ես չեմ փայլել այդ հատկանիշով, հա, ես ուղղակի եթե ավարտվել է հարաբերությունը, ավարտվել է, բայց երբ ունես որոշակի արժեքներ, որը մարդը իսկապես գնահատում է, ինչ որ մի օր, ինչ որ մի տեղ, այդ մարդը հիշում է քեզ ու ասում է, Անահիտը էս ինչ բանը լավ կաներ։ Իմ դեպքում տենց է եղել։ Հատուկ ոչ մի բան չի արվել ոչ մեկի կողմից, որ ես հասնեմ այն կետին, որին հասել եմ կամ պիտի հասնեմ դեռ։ Ուղղակի իմ մոտեցումների ու երևի այն մարդկանց շնորհիվ, ովքեր իսկապես գնահատում են այն ճանապարհը, որը ես անցնում եմ։ Անահիտ, իսկ որը եղավ այն տեսահոլովակը, որ բավականին մեծ դիտումներ ունեցավ եւ կարելի ասել նաեւ ձեր հայտնիության մի մասն է դարձել։ Կդժվարանամ առանձնացնել ինչի, որովհետև շատ քիչ տեսանյութներ ունեմ, որոնք տարածում չեն ունեցել, այնց թոփում չեն հայտնվել։ Բայց I hate-ի արժանացած տեսանյութը կարող եմ հիշել իմ եւ Դավիթի տեսանյութներ, տարածվել էր ամբողջ համացանցով ու բնականաբար այդ տեսանյութից հետո շատ լուրջ sense hate-ի ալիքեր եկել մեր վրա, որ Աստծուն եք ծաղրում, չգիտեմ, մեզանից աստվածավախ եւ աստվածապաշտ չլինեն, ուղղակի այդ հոլովակը հումորի մասին էր։ Մարդիկ չէին ընկալել ճիշտ ու տենց մեծ հեյթի ալիք էր սկսվել։ Իսկ ընդհանրապես ինչպես էր ձեր արձագանքը այդ բացասական ալիքին։ Դեպքեր եղել են իրականում, որ փորձել են կապվել, որովհետև նույնիսկ սպառնալիքներ են հնչել ինձ, բայց արժեզրկվում է այդ սպառնալիքի այն ժամանակ, երբ մենք ուղղակի զանգում ենք, որ իմանանք ինչ կա, եթե չես հասկացել իմաստ ու հնչում է, որ փոքր աղբերս էր, քուրիկս էր, երեխաս էր, այդ պարագայում դու հասկանում ես, որ դու գործ ունես այնպիսի մեկի հետ, ով ու առհասարակ այդ շրջանում, երբ որ ես ուզում եի հասկանալ ովքեր են այդ մեկնաբանություններ գրողները, մտնում էի իրենց այդ շատ հաճախակի ու հասկանում էի, որ կզարմանայի, եթե այդ մարդիկ լավ բաներ գրեին։ Ցավոք սրտի մեր սոցիումում կա այնպիսի մի մասա, որ այդպիսինն են ու իրենց ընդհանրապես գուցե կոպիտ հնչի, բայց դա իմ մոտեցումն է, ես փորձում եմ չառնչվել առհասարակ նման կերպարների հետ։ Խոսում ենք տվյալ տեսանյութի մասին, որը ձեր սիրելիի հետ եք նկարահանել, ընդհանրապես ձեր զույգին շատ են սիրում եւ մարդիկ հիմնականում շատ են նաեւ սիրում քո էջում, երբ որ դու կիսվում ես քո անձնականի մասին, ինչպես ստացվեց եւ ինչպես գտար քո կեսին։ Ոյ, ես ու Դավիթը իրար հետ սովորել ենք առաջին դասարանից։ Առաջին դասարան, ինստիտուտ, բանակ ու մինչև այսօր։ Դպրոցում ես Դավիթին սիրել եմ 7 տարի անպատասխան։ Ու շատ լավ ընկերներ ենք եղել։ Ես սիրահարվել եմ առաջինը։ Ինքը շատ վստահ էր, որ երբեք ինձ չի սիրել, ասացի լավ, կտեսնենք։ Ու հետո արդեն քիչ-քիչ սկսեցինք ավելի անկեղծ լինել մեր էմոցիաների մեջ ու արդեն բանակում ավելի օֆիցիալ հայտարարեցինք, որ մենք միասին ենք։ Ընդհանրապես մարդիկ միշտ մտածում են, որ երկարաժամկետ հարաբերությունները գալիս են մի օր, երբ որ խնդիրներ է առաջանում կամ զգացմունքները կորչում են։ Ձեզ մոտ ինչպես է եղել, քանի որ եղել են որոշակի դադարներ, արդյոք այդ դադարները ինչպես է կարողացել հաղթահարել։ Չեմ խափի ու այս հարցով կլինեմ շատ անկեղծ, որովհետև իմ լսարանը վստահ եմ նայելու է ու գիտեն ինչի մասին է խոսքը։ Մենք ունեցել ենք բաժանում ու բաժանման հեղինակը եղել եմ ես, որոշում կայացնող եղել եմ ես ու դա եղել է իմ կյանքի ամենավատ սցենարը, որը ես կարող եմ երբևիցե կազմել։ Բայց ամեն դեպքում ես միշտ մտածում եմ, որ այն ինչ լինում է մեր կյանքում, ինչ որ լավ բանի համար է լինում։ Շատ բաներ սովորեցի այդ ընթացքում։ Լինել ավելի խոհեմ, հասկանալ, որ երբ էմոցիաները սառում են, դա վերջը չի։ Դա ինչ որ կրիզիսային շրջան է, որ գուցե պետք է դա լինի, կամ ինչ որ կարևոր փուլ եք պատրաստվում մտնել ու սա փորձություն է, որը պիտի հաղթահարեք երկուսդ էլ։ Քանի որ ես էի այդ որոշումը կայացրել, միևնույն է ես վստահ էի, որ ընկերներիս ասում էի, եթե Դավիթը չլինի, ես ուրիշ տղամարդու չեմ պատկերացնում։ Պարադոքս է մի քիչ, որ
ես եմ որոշումը կայացնում բաժանվելու, բայց ուրիշ տղամարդու էլ չեմ պատկերացնում իմ կողմում, բայց դա այդպես էր։ Ու այսօր ամեն օր ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ չեմ ուշացել, որովհետև վերադարձի քայլը ես եմ արել։ Անեիդ, բայց եթե գաղտնիք չի, ի՞նչն է հանդիսացել պատճառ, որպեսզի նման քայլի գնաս։ Իհարկե դու նշեցիր էմոցիոնալ բնույթի, էմոցիոնալ ֆոնի առկայությունը, բայց արդյոք կային հանգամանքներ, որոնք նաև ստիպել են, որպեսզի դու գնաս դրան։ Կային ու այն հանգամանքներն էին, որը ելի եմ ասում միայն ինձ հետ էր կապված։ Իմ սպասումների, ես մի հատ էներգիայի մեջ էի, երբ եւ աղջկա էներգիան էր իմը, եւ տղամարդու էներգիան էր իմը, ու ես դա վերցրել էի ինձ վրա։ Հետո պահանջում էի, որ, չգիտեմ, հոգատար, այսինքն ամեն ինչ շատ քիչ էր։ Անում էր ամեն ինչ, բայց ինձ քիչ էր, որովհետեւ ես սխալ էներգիայի մեջ էի այդ պահին։ Կամ չգիտեմ, ես այսինչ բանը ինքնուրույն կանեմ ու նեղվում էի, որ ինքը չի անում, բայց թող որ անի։ Ու այդ ամեն ինչ sense փոքր հիասթափություններ էին առաջացնում ու դու հասկանում ես, որ դու հիասթափվել ես այնպիսի բաներից, որոնց հեղինակը դու ես։ Տեսեք, այսպիսի մի ընդհանրապես պատկերացում կա, որ երբ որ երկար ժամանակ մարդիկ շփվում են, ժամանակի ընթացքում սեր, սիրահարվածություն, այդ փուլերը, էտապները անցնում են ու գալիս է մի շրջան, երբ որ հնարավոր է սառեցում տեղի ունենա, արդյոք ինչպես եք անում, որ կարողանում եք պահպանել ձեր հարաբերությունները։ Խոսելը անչափ կարևոր է։ Ցանկացած էմոցիա, որը մեր մեջ առաջանում է, այդ ուղղակի չի լինում։ Դա ունի ինչ-որ հիմք։ Իսկ եթե դա վատ էմոցիա է, պիտի հասկանանք հիմքը ինչումն է, պատճառը ինչումն է։ Նախկինում ես այդպես չէի մտածում։ Ես իմ էմոցիաների տերն էի։ Չգիտեմ, ինձ անդադար էմոցիաներ են պետք, թիթեռնիկներ, ադրենալին եւ այլն, բայց չէ, սեր իրականում դա չի, սերը փոթորիկի մասին չի, սերը խաղաղություն է ավելի շատ։ Ու այդ խաղաղությունը պահելու համար երբեմն դու պիտի քո ներսի փոթորիկներին կարողանաս սանձել։ Դու բավականին լայն գործունեություն ես ծավալում, նաև սոցիալական հարթակներում հայտնիություն ունես եւ կան տարբեր հետևորդներ, նաև բավականին դժվար է կարծում եմ հենց զուգընկերոջ համար ընդունել, որ իր ընկերուհուն օրինակ կարող են դիտել նաև արական սեռի ներկայացուցիչները եւ հիմնականում ինչպես է տվյալ խանդը արդյոք լինում է, նախ այս հարցը տամ, եւ արդյոք եթե լինում է, ինչպես է կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Էլի խոսելով, կխափեմ, որ ասեմ չի լինում, ու նորմալ է, որ լինում է, բայց նախ ես ունեմ իմ չափը։ Ես գիտեմ ինչն է պետք հանրայնացնել, ինչը ոչ, եւ ինչպիսին դա հանրայնացնել։ Եվ հետո ընտանիքիցս հետո իմ կյանքում երկրորդ կարևոր մարդ, ով շատ աջակից է, Դավիթն է։ Ամեն հարցում աջակից։ Եթե անգամ ինչ-որ բան պիտի անեմ, որ այդքան էլ իր սրտով չի, բայց գիտի, որ ես դա շատ եմ ուզում անել ու դա ինձ պետք է, որ ես անեմ, ես դա անում եմ։ Շատ լավ, հիմա անցնենք անձնականից դեպի արդեն սոցիալական հարթակներ, ինչպես սկսվեց մտահաղացումը նկարահանել տեսանյութեր, որոնք ավելի շատ վերաբերվում են ոճին եւ ինչ էր կարծում արդյոք կունենար նման հաջողություն։ Վստահ էի, որ կունենար, որովհետև դեռ մինչ սոցիալական հարթակներում տեղադրելը, ինչպես որ ասել են դու գեղեցիկ ես, այդպես ասում են, որ հետաքրքիր ես հագնվում։ Դեռ մանկուց ես իմացել եմ դրա մասին ու շատ փոքր տարիքից ինչ որ շորեր էի վերցնում, ձևափոխում էի, կորում էի, կտրտում էի ինչ որ ու նորովի, հա, հին հագուստը նորովի ես էլի կրում էի։ Սոցիալական հարթակներում նկատեցի, որ աղջիկները շատ հետաքրքրված են իմ հագուստներով, ոճերով, ասի ինչու ոչ։ Սկսեմ նկարել get ready with me-ներ կամ սկսեմ առհասարակ ներկայացնել ոնց եմ որոշում, որ պիտի այս մեկի հետ համադրեմ օրինակ։ Ու այդպես սկսվեց, արձագանքները շատ լավն էին, ես hate չեմ ունեցել, այնց բացասական ինչ-որ ալիք չեմ ունեցել այդ մասով ու սենց շատ սիրով բոլորը նայում են։ Հիմնականում միշտ հետաքրքրող հարցերից մեկն է, որտեղից եք այդքան շորը կարողանում նախ գտնել, գնել եւ ինչպես է կարողանում պահել հետագայում այդքան հագուստը, ինչ ես ընդհանրապես անում տվյալ ծավալների հագուստը։ Վերջին շրջանում հատկապես իմ զգեստապահարանը ես ասենց շատ փոքր քանակի եմ վերածել, հանել եմ դուրս հին հագուստները, այն հագուստները, որոնք այլևս չեմ կրում, այն հագուստները, որոնք թեկոս ինչ-որ վատ էտապ են հիշացնում, ամեն ինչ հանել եմ իմ կյանքից եւ իմ զգեստապահարանից ու հիմնականում նվիրում եմ
բայց նվիրում եմ այն հագուստները, որոնք գոնե 1-2 անգամ հագած կամ գոնե, չգիտեմ, պիտակ կա վրան, հա, որ ամեն դեպքում նվիրում եմ։ Իսկ եթե չէ, ուղղակի, չգիտեմ, ինչ եմ անում, դնում եմ դրսում, ցավոք սրտի կարող է սխալ եմ անում, բայց աղբամանների կողքին տոպրակներով վրան գրում եմ, որ հագուստներ են, ու եթե մարդ կա, որ ասում է ու պետք է այդ հագուստը, թող վերցնի տանի։ Ընդհանրապես քո հագուստները բավականին գունային են եւ միշտ դա ավելի է մոտիվացնում մարդկանց եւ տալիս տրամադրություն, ասում են, որ երբ որ բավականին շատ գույներ ես օգտագործում, ինքդ էության բավականին ուրախ մարդ ես, արդյոք դա ճիշտ է քեզ եւ արդյոք հագուստը նաեւ ինքնադրսևորման միջոց է։ Այո, հագուստը ինքնադրսևորման միջոց է, հագուստի միջոցով մենք կարող ենք իմանալ մարդը ինչպիսի բնավորություն ունի։ Ես ոչ թե ուրախ մարդ եմ վարդագույն ակնոցներով, այլ ես ռեալիստ մարդ եմ։ Ավելորդ դրամաներ չեմ սիրում, փոքր բանից ավելորդ ուրախանալ չեմ սիրում։ Բայց սա եւս մի փոփոխություն է, որովհետեւ ես նախինում ասում եմ, ես էմոցիաների մասին եմ։ Իմ կյանքում եկավ այնպիսի մի փուլ, երբ հասկացա, որ ես էմոցիաների մասին եմ, բայց էմոցիաները ինձ կառավարողը չեն։ Ու հենց այդ անձնականը մենք արդեն փակել ենք, հենց այդ փուլում ես այդ ամեն ինչը հասկացա։ Դրա համար հիմա ավելի հանգիստ, ավելի ռեալիստ ցանկացած հարցին։ Իմ ոչն էլ ես ցանկացած ոճի մեջ եմ դրսևորվում, ցանկացած ոճ, սպորտային, դասական, պոլո կլասիկ, չգիտեմ, սենց ինչ-որ շորիկներ եւ այլն, ես ցանկացածի մեջ շատ արագ գտնում եմ ինձ։ Անայդ հիմնականում, երբ որ մարդիկ հագուստը կարողանում են լավ կերպով ընկալել, նաև նրանց հետաքրքիր է լինում, թե ինչ ընդհանրապես կոսմետիկ միջամտություններ ես իրականացրել եւ կխոսես դրանց մասին, արդյոք քեզ համար ինչպես հանդիսացավ տվյալ որոշումները եւ արդյոք միջամտություն անելը ինչ որ կարելի ասել կոմպլեքսի կամ ինչ որ մի բանի շտկում է, թե ուղղակի դա սովորական երևույթ է եւ ընդհանրապես քննադատման ենթակա չպետք է լինի այսօր։ Նախ միջամտությունները ցանկացած մարդու անձնական որոշումն է։ Ես չեմ քննադատում ոչ մեկին։ Իմ պարագայում միջամտություն ունեմ շուրթերի ծավալի մեծացման հարցում ու արել եմ, որովհետև ինձ դուր չէր գալիս նախնական տեսքը։ Այսինքն իմ շուրթերը բարակ էին, բայց ոչ թե բարակության համար եմ ես ծավալը մեծացրել, այլ այս հատվածում ունես ինձ փոքրիկ ոնց էր ուռած էր այդ հատվածը, ու այդ ինձ դուր չէր գալիս էսթետիկ առումով։ Շուրթերի հետ կապված փոփոխությունն եմ արել եւ վերջ։ Իսկ արդյոք չկա այնպիսի մի ցանկություն, որ հիմնականում ասում են, որ մարդիկ, ովքեր նման միջամտություններ են իրականացնում, անդադար ավելացումը օրինակ տվյալ միջամտության կամ փոփոխությունների ցանկությունը գնալով մեծանում է, արդյոք եղել է այդպիսի էտապ, երբ որ ցանկացել ես որոշակի փոփոխություններ շարունակական բնույթի անել, եւ եթե այո, ինչպես ես կարողացել դրանք օրինակ կանգնեցնել։ Չի եղել այդպիսի էտապ, որովհետեւ էլի գամ իմ սկզբնական խոսքին, երբ դու քեզ ճանաչում ես, երբ գիտես քո կարիքները, ով ես եւ այլն, ոչ մոդան է քեզ շեղում քո ճանապարհից, ոչ այն տենդենսները, որը մարդիկ թելադրում են ես, ոչ մի բան։ Դու հստակ գիտես, ինձ պետք է այսքանը, որ ես ինձ լավ զգամ, ես այսքանով ինձ լավ զգում եմ։ Դուք մասնակցել եք նաև տարբեր նախագծերի, որոնցից մեկն է այսօր բավականին սիրված Arm Squid Games-ը։ Իհարկե, այդքան երկար ժամանակ խաղում չեք ընդգրկվել, բայց իհարկե մասնակցությունը եւ ձեր դերը ունեցել եք։ Արդյոք ինչ էր ձեզ համար տվյալ խաղը եւ ինչ էմոցիաներ պարգևեց ձեզ։ Ցավոք խաղում երկար չմնացի, բայց էմոցիաները աննկարագրելի էին։ Իրականում, եթե էլի լիներ, էլի կմասնակցեի։ Էմոցիաների տեղատարապ էր կարելի ասել, որովհետև ամեն ինչ շատ իրական էր ու դու մոռանում էիր այն մրցանակի մասին, որը հեռվում սպասում էր քեզ, հենց այդ պահը վայելելու, չգիտեմ, մարդկանց բացահայտելու, ջղայնանալու, այդպիսի էմոցիաների մասին է եղել իմ համար։ Նշեցիք, որ ունեք տվյալ էմոցիոնալ, կարելի ասել պահանջի կարիք կամ երբ որ ունենում եք էմոցիաների կարիքը, արդյոք լինելով որոշակի էմոցիոնալ հատկանիշներ ունեցող անձ, ինչպիսին էր ձեզ համար խաղում ընդգրկվելը եւ արդյոք մրցակցությունը մասնակիցների միջև խոչընդոտ էր հանդիսանում, որպեսզի կարողանան ռեալ շփում ունենալ։ Ես պատասխանեմ, բայց սա չգլոբալացնենք, միայն իմ անունից եմ ասում։ Ցավոք սրտի, ես այս խաղի շրջանակներում ունեցել եմ հիասթափության դեպքեր։
ու այնպիսի մարդկանցից, ովքեր ռեալ կյանքում ինձ մտերիմ են եղել։ Էմոցիաներից վրա մենակ էդ ազդել։ Ամեն դեպքում ես ի սկզբանե իմացել եմ, որ սա խաղ է, ես ամեն պահի կարող եմ խաղը լքել։ Խաղից դուրս գալը այդքան դրամատիկ չեմ տարել։ Երբ որ ընդհանրապես խոսում ենք տարբեր ոլորտների վերաբերյալ, լինի դա օրինակ համագործակցության առաջարկ կամ նախագծեր, որտեղ մասնակցություն եք ունենում, արդյոք այս ամենը եղավ պատճառ, որ ժամանակի ընթացքում նաև ձեր շրջապատը, ձեր ընկերները, ում հետ դուք բավականին մտերիմ եք եղել, ժամանակի ընթացքում նեղացել են, շրջանակը ավելի նեղ է դարձել, եւ արդյոք ինչ է ձեզ համար մարդկային ռեսուրս ասվածը կորցնելը։ Ունեցել եմ ընկերներ, որոնց ոչ թե կորցրել եմ, այլ ուղղակի կյանքը տարբեր ուղղություններով ամես տարել։ Ունեցել եմ ընկերներ, ովքեր ոչ թե չեն ուրախացել հաջողությունից, այլ արժեզրկել են հաջողությունը։ Այսինքն դե քո բախտը բերում է, էլի։ Մարդկային ռեսուրս կորցնել իրականում տխուր բան է, որովհետև մարդուն մարդ է պետք։ Բայց եթե կորցնում ես, ուրեմն այդտեղ դու արդեն ինչ-որ պետք էր սովորել ես, ու քեզ սպասվում է նորը։ Ես այդպես եմ վերաբերվում ու շատ հանգիստ մարդկանց բաց եմ թողում։ Եթե ավարտվել է մեր ճանապարհը միասին, ուրեմն ավարտվել է։ Իսկ երբ որ ներում եք, հետ ընդունում եք, թե ընդհանրապես շարունակում եք որոշակիորեն արդեն ձեր սկզբունքները պահելով շփվել տվյալ անձանց հետ։ Ես այնքան դետալային մարդ եմ, ինձ համար մանրուքները շատ կարևոր են։ Եղել են դեպքեր, երբ իմ ընկերներից մեկի իմ հանդեպ վատ քայլ է արել, ու հետո այնքան սիրուն, այնքան մաքուր ցույց է տվել իր քայլերով, որ հասկացել է ինչ է արել, ես դատավոր չեմ, ես քննադատող չեմ ու ես իրավունք չունեմ ճիշտ ու սխալ որոշելու։ Այդ պարագայում մարդուն ներես թե չներես։ Ես ընդունել եմ իրեն իմ կյանքը։ Դրան ի հակառակ կան դեպքեր, երբ ընկերներիցս մեկը առավոտից իրիկուն կներես եւ այլն, բայց արդեն վերջ, որովհետեւ այն դետալը, որ ես պիտի նկատեի, որ անկեղծությունն է, չկար։ Անահիտ, երբ որ խոսում ենք շփումների մասին եւ ընդհանրապես խոսակցությունների մասին, տարբեր մարդիկ, երբ որ ժամանակին շփված են լինում մի անձի հետ, կարող են օրինակ տարբեր կերպով ներկայացնել նրան, արդյոք եղել են խնդիրներ երբևէ քեզ համար, երբ որ քո մասին ասվել են կամ քո մասին պատմվել են որոշակի պատմություններ կամ բաներ, որոնք իրականում չեն համապատասխանում իրականությանը, եւ ինչ է եղել դա քեզ համար։ Նախկինում շատ ծանր կտանեի։ Շատ են եղել նման դեպքեր։ Նախկինում ոչ թե ծանր կտանեի, այլ նախկինում ծանր տարել եմ։ Հետո հասկացել եմ, որ ամեն դեպքում ով որ իմ հետ առնչվում է, հասկանում է ես ինչպիսին եմ։ Եվ բացի այդ ես կարիք չունեմ ինչ-որ մեկին գոհացնելու, որ ինձ միայն լավ կողմից ճանաչի։ Ու այդ ասեկոսեները, որոնք մարդիկ ինչ-որ մի պահի փորձեն, էլի խոսալ եւ քննարկել, միևնույն է ինձ ճանաչում են։ Միևնույն է ինձ հետ երկու բառ օրինակ խոսացողը հասկանում է ես ինչպիսի արժեհամակարգի ու մտածողության տեր մարդ եմ եւ արդյոք կապ ունեն թե չունեն։ Չնայած որ շատ քիչ է տենց բաներ եղել, այդ հիմնականում ցավոք սրտի ընկերների շրջապատում է լինում, ծանոթների շրջապատում է լինում, բայց եթե անգամ խնդիր չունեք, լավ։ Եվ եթե ամփոփենք, ինչ նպատակներ ունես, որոնք կարող ես բարձրաձայնել եւ ինչ քայլեր ես ձեռնարկում, որպեսզի հասնես դրանց։ Շատ մեծ նպատակներ ունեմ, բայց չեմ բարձրաձայնի։ Ամեն ինչ անում եմ դրանց համար։ Եվ նաև ինչ անակնկալներ կան կամ ինչ նոր մտահղացումներ կան, որոնց մասին որոշակիորեն կարող ես նշել քո հետևորդների համար, ինչի սպասեն նրանք։ Իմ հետևորդների համար սկզբում նշեցի, որ ես անում եմ հենց իմը ձիվանախագիծը, որը կանանց ու աղջիկների համար է միայն Telegram-յան փակալիքում։ Ամեն ինչի պիտի սպասեն իրանք այս նախագծից, որովհետև ճանապարհ է դեպի քեզ։ Ու այս նախագիծը ես անում եմ հանուն աղջիկների։ Խոսնակներ եմ հրավիրել տարբեր, ինչքան էլ որ իմ ոճը մարդիկ հավանում են, ինչքան էլ որ իմ կազմվածքը հավանում են եւ այլն, ես ընդգրկել եմ այնպիսի մասնագետների, ովքեր պրոֆեսիոնալ աչքով կարող են այդ ամեն ինչի մասին խոսել։ Ոճաբան, հոգեբան, սննդաբան, ֆիթնես մարզիչ, պրոդյուսեր ու էլի շատ խոսնակներ, ովքեր ամբողջ ընթացքում կլինեն իմ ու աղջիկների հետ։ Կուզենամ միանան, որովհետև իսկապես մեծ ջանք ու
եռանդամներ դրել ես ամեն ինչի համար, բնականաբար մեծ տարածում է ունենալու ու զարգանալու այս նախագիծը։ Դե ինչ Անահիտ, շնորհակալ եմ նման անկեղծ եւ մոտիվացնող զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Ձեզ եւս շնորհակալ ենք, սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։